Պատգամավոր Հովիկ Աղազարյան, պատրաստվի Լևոն Նազարյան։ Շնորհակալություն, հարգարժան նախագահ, հարգելի լսումների մասնակիցներ, կարևորագույն հարց է քննարկվում, ես ինքս որպես պատգամավոր, որպես քաղաքացի ողջունում եմ, պատիվ ունեմ խմբակցության իմ գործընկերների նախաձեռնությունը, ակտիվությունը, այս ուղղությամբ ամբողջովին կիսում եմ այն հայտարարության տեքստի մեջ բերված փաստերը եւ իրողությունները, որոնք բերված են որպես հիմնավորում impeachment հայտարարելու հետ կապված։ Շատ մեծ քաղաքագետ չեմ, բայց ես impeachment-ը հասկանում հետևյալ ձևով։ Impeachment պետք է անի իշխանական ուժը կամ իշխանական ուժի հետ միասին կամ իշխանական ուժի մի մասի հետ միասին ամենակիչը, հակառակ դեպքում հնարավոր չի։ Հիմա շատ բարի, պատիվ ունեմ խմբակցության իմ գործընկերներ, հիմնավորումներ եք բերում, որ կառավարությունը չի կատարել իր ծրագիրը վարչապետի գլխավորությամբ, որը հաստատվել ազգային ժողովում եւ հետեւաբար պետք է հեռանա։ Կներեք հազար անգամ էլի, ես մի քիչ հակասական չթվա խոսքս, բայց դուք ինչ կապ ունեք այդ ծրագրի հետ։ Դուք հաստատել եք այդ ծրագիրը, որի այլ հաշիվ եք պահանջում։ Այդ ծրագիրը հաստատել է Հակոբ Ասլանյանը եւ Հովիկ Աղազարյանը։ Եվ իրանք են հաշիվ պահանջում։ Կներեք, կարող է ես բանը մյուսները ձեր համար ընդունել չի, բայց թույլ տվեք խոսեմ։ Այդ ծրագիրը հաստատել է Հովիկ Աղազարյանը եւ Հակոբ Ասլանյանը։ Եվ իրանք են պահանջում հաշիվ կառավարությունից։ Եվ հիմա կես կատակ, կես դուրս, որ մենք ասում ենք, որ իշխանությունը ոչ թե մնացած ԿՊՆ-ը, այլ Ասլանյան Հակոբն եւ Հովիկ Աղազարյանը, դա մեջ ինչ-որ իմաստ կա։ Մենք ենք հաստատել վարչապետին ծրագիրը, մենք գտնում ենք, որ ինքը վատ է աշխատում եւ ուզում ենք փոխենք։ Օգնենք, փոխենք։ Եթե շատ ավելի հիմնավորներ հիմա կանադարам այդ մտքին, թե որ դեպքում մենք պատրաստ կլինենք նաեւ օգտակարենք ձեր ծրագրին, պարոն Ամեջանյան, բայց հիմա հետեւյալն եմ ասում, որ օգնենք, փոխենք։ Մենք անցալով ամիջապես պարոն Էդգար Ղազարյանի եւ Նարեկ Մալյանի առաջարկությանը արդյուն ենք գազམ་ակերպության առաջարկությանը ամիջապես հանդես եկանք նախաձեռնությամբ եւ առաջարկեցինք վարչապետի մեր տեխնացուին Էդմոն Մարուկյանին։ Հա, հրապարակային, ոչ հրապարակային, այնպես խոսակցությունների ժամանակ բոլորը շատերն ասում են, որ Էդմոն Մարուկյանը դա երկրորդ Նիկոլ Փաշինյանն է։ Ոնց մենք աջակցենք այդ տեխնացուին։ Հասկացանք, Էդմոն Մարուկյանը երկրորդ Նիկոլ Փաշինյանն է։ Էդմոն Մարուկյանը ավելի վատն է, քան Նիկոլ Փաշինյանը։ Ձեր նպատակը, մեր նպատակը ո՞րն է։ Մեր նպատակը, ձեր նպատակը այն չի, որ 6 ամսով ստեղծենք մի հատ հավասարակշռված կառավարություն, ժամանակավորապես արգելակենք այն սարսափելի գործընթացը, որ այսօր իրականացնում է իշխանությունը, տենակ ինչա տեղի ունենում, եւ գնանք ընտրությունների։ Այդ չի մեր բոլորի նպատակը։ Հիմա Նիկոլ 3 անգամ ավելի Նիկոլը կանի էտի, կամ 3 անգամ ավելի Նիկոլով կարող են կանել դա, կամ ասենք իմ կողմից շատ հարգված Դավիթ Համբարձումյանով, դա արդեն շատ էական չի։ Բայց հարց, ինչու չեն, ասենք, մեր ընդդիմադիր գործընկերները, շատ քաղաքագետները, շատ քաղաքական գործիչներ վստահում Հակոբ Ասլանյանին եւ Հովիկ Աղազարյանին, որովհետեւ գտնում են, որ իրենք Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն են։ Հասկացանք, մենք Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն ենք։ Ձեր ասածն է։ Բայց եթե դուք մեր միջոցով եւ մեր հնարավորություններով Նիկոլ Փաշինյանին հեռացնում եք իշխանությունից եւ 6 ամսով ստեղծում եք ժամանակավոր կառավարություն հավասարակշռված ու գնում եք բացիկ արդար ընտրությունների, Նիկոլ Փաշինյանը ներկայանում է այդ ընտրություններին հանգստանալուց հետո իր ծրագրով 300,000 փաստականներ բերելով Հայաստան, մյուս հարցերը լուծելով, ժողովուրդը 4-րդ հանրապետություն ստեղծելով եւ ժողովրդից ձայն կտա, որ 4-րդ հանրապետության տակ ինքը մի քանի ուրիշ բաներ է սղացնի, որ այսօր մենք չգիտենք, որ ես գիտեմ, թույլ տանք այդ ժողովուրդը կընտրի, դուք ընտրի, ինչից եք վախենում։ Դուք վախենում եք, անհանգստանում եք, որ մենք Նիկոլ Փաշինյանի պրոյեկտն ենք եւ հետեւաբար վստահություն չունենք։ Մենք Հակոբ Ասլանյանն եւ ես անհանգստանում ենք այն հանգամանքով, որ 95 թվականից սկսած բոլոր ընտրությունները կեղծվել են, տոտալ։ Բայց մենք էլ մեր անհանգստություն ունենք։ Դուք էլ մեր անհանգստությունը հարգեք։
Դե ուրեմն ինչ պետք է անել։ Ինչքան էլ մենք Նիկոլ Փաշյանի պրոյեկտն ենք, ինչքան էլ Էդմոն Մարուկյանը 3 անգամ ավելի Նիկոլա քան Նիկոլը, մենք ամենալեզս առաջարկություն ունենք։ Նստենք, մի հատ խոսանք, տեսնենք, որ տեխնացուի դեպքում, այդ ոնց եղավ, որ Միքայել Սրբազյանի դեպքում համախմբեց երկու խորհրդարանական խմբակցությունները եւ մենք էլ պատրաստակամություն հայտնեցինք եւ ստացվեց միգուցե այդպիսի մի տարբերակ գտնենք։ Էլ Միքայել Սրբազյան չկա ամենախորին հարգանքով իր նկատմամբ։ Կան լիքն են այդպիսի մարդիկ, որոնց բոլորս կարող է պատահի վստահությամբ լսենք եւ հետո, բայց քննարկենք մի հատ ինչը։ Մենք մեր անհագստությունները բերենք, մյուսների հետ անհագստությունները բերենք, քննարկենք, գտնենք այն տեխնացուին եւ այն ճանապարհը, որը հնարավորություն կտա 6 ամսով Հայաստանում ստեղծել այսպես կոչված ժամանակավոր հավասարակշռված կառավարություն, որի ընթացքում որևէ քաղաքական ուժ չկարողանա քաղաքական վերմակը քաշել իր վրա ու գնանք 26 թվականի ընտրություններին եւ քաղաքական իմաստով արդեն իր նկատմամբ քաղաքական իմաստով հաշվի հարդար տեսնենք։ Հետևաբար ես առաջարկում եմ, որ նախ նորից եմ ասում ողջունում եմ ամեն ինչը, բայց առաջարկում եմ, որ քննարկումների ինչ-որ բան սկսվի, արդեն արել են պատիվ ունեմ խմբակցությունը բավականին լուրջ քննարկումներ են արել եւ գտնվի բանաձևը հաստատ կա, 100% բանաձևը կա, ցանկացած իրավիճակից երկի համար բանաձևը կա, կարևորը այդ բանաձևը գտնելն է։ Մենք պատրաստական ենք այդ քննարկումներին մասնակցելու։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, արձանագրենք, որ